Ետ լավագույնը նա կլիներ, որ հենց Ժիրայր Սեֆելյանի հետ սկսեին նորմալ բանակցել եւ լուծումների տարբերակները նրա հետ քննարկել։ Բայց սա իսպառ մերժվում է իշխանությունների կողմից։ Երկրորդ տարբերակը իրենց կողմից ինչ որ թեկուզ եւ փակ քննարկումներում ուղղակի համաձայնության տարբերակներ առաջարկել։ Ես անձամբ մի 10 տարբերակ հանրայնացրել եմ, տեսնում եմ, չասեմ արմատական լուծումներով, բայց միջանկյալ լուծումներով տեսնում եմ, օրինակ քաղբանտարկյալների ազատումը ենթադրենք, կամ նույնիսկ եթե քաղբանտարկյալների այնպիսի բռնության հանցանշանով է, ինչպես օրինակ Շամթինը, որ բռնության կիրառում նրանց համաներումով ազատել, սրանք քայլեր կլինեին, որոնք ինչ որ չափով հարթակը կտրամադրեին բանակցություններով խնդիրը լուծելու, բայց քանի որ այդպիսի պատրաստակամություն չկա, իմ կանխատեսելի լուծում ամենաարյունոտն ու ցավալին է, ես կարծում եմ, որ ուղղակի ինչ որ մի, չգիտեմ ինչպես, քանի որ զենք կա ասում են այդտեղ, չգիտեմ վտանգավոր է քաղաքացիական պատերազմի, ես կարծում եմ, որ լուծում կգտնվի այնուամենայնիվ կամ ոչնչացնելու կամ խեղելու։ Այսինքն լրացուցիչ զոհերն են։ Այո, ես կարծում եմ, որ սա կլուծվի կամ լրացուցիչ։ Հենց հիմա օրինակ այդ գնդում փակված մարդկանց, ես չգիտեմ հիմա նաև ըստ երևույթին բժիշկներին հյուծելու եւ սովի այս թուլության մակարդակը հասցնելով մեծագույնի, կարծում եմ, որ ըստ երևույթին դժվար չի լինելու հենց գրոհով վերցնել այս տարածքը։ Ինչ այս պահին ձերբակալվածների մասին փաստաբանները հայտնում են, դրանք շատ վատ տեղեկություններ են։ Ոմանք տեղեկացնում են ուղղակի կտանքների մասին, դաժան վերաբերմունքի մասին, այլուք տեղեկացնում են շատ ծանր պայմանների մասին, դուք արդեն գիտեք 24 ժամ էլ չվիրահատվածներին բանտային հիվանդանոց եւ այնտեղ խնամքի բացակայության մասին։ Ես այսօր կարդացին եմ, որ Լևոն Բարսեղյան 16 ժամ ջուր չեն տվել։ Չգիտեմ, անհավատալի է թվում սա, աներևակայելի է թվում, բայց եթե իրոք այդպես է, իմ կանխատեսումը իսկապես շատ ցավալի է, չասեմ դրամատիկ, ես կասեմ ողբերգական է եւ ողբերգական է ոչ միայն այդ մարդկանց համար, այլ մեր երկրի համար, մեր հասարակության համար։ Շատ ցավոտ մի երևույթ է նաև իշխանությունների հետ հասարակության հնարավոր բոլոր կամուրջները վերացնելու, այսինքն կտրվում են բոլոր հեռանկարային հնարավոր գործողությունների կամ երկխոսության բոլոր շանսերը։ Այս պահին մեր իշխանության հետ երկխոսության կամ քննարկման շանս կունենան այն մտավորականները, օրինակ, ովքեր այդ նամակները հղում են միակողմանի, ովքեր գերադասում են շրջանցել մեր երկրում առկա իրական խնդիրները, որոնք հասցնում են այսպիսի ծանր իրավիճակի։